Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության կազմում ընդգրկված է նաև Եվրախորհրդարանի պատվիրակությունը, պատգամավոր Մարի-Ան Իսլեր-Բեգինի գլխավորությամբ։ Նրա խոսքով լիագումար նստաշրջանի պատճառով Հայաստան կարողացել է ժամանել եվրոպացի ընդամենը 4 օրենսդիր։ Նրանք ներկայացնում են Լիտվան, Հունգարիան, Գերմանիան եւ Ֆրանսիան։ Մարի-Ան Իսլեր-Բեգինի խոսքով կարճաժամկետ դիտորդի աշխատանքը բաղկացած է 3 փուլից։ Առավոտյան ձգտում ենք ընտրատեղամասերում ներկա գտնվել բացման պահից, որպեսզի տեսնենք՝ խախտվել է արդյոք ընթացակարգը, առկա են արդյոք բոլոր նյութերն ու պարագաները, արդյոք չկան նշումով քվեաթերթիկներ, որոնք հետագայում կարող են ընտրակեղծիքի հիմք հանդիսանալ։ Դրան հաջորդում է երկրորդ փուլը, որի ընթացքում ձգտում ենք որքան հնարավոր է շատ ընտրատեղամասերում լինել, քվեարկության ընթացքին հետևելու համար։ Երրորդ փուլն արդեն կապված է քվեաթերթիկների հաշվարկի հետ։ Դիտորդներն աշխատում են ներկա գտնվել ձայների հաշվարկի ողջ ընթացքում, մինչև արձանագրության կազմումն ու ստորագրումը։ Երկրորդ մասը մի փոքր ավելի խրթին է։ Դիտորդը պետք է կարողանա ճիշտ գնահատել ընդհանուր իրավիճակը, նկատել արդյոք կա վախի կամ պարտադրանքի մթնոլորտ, արդյոք մարդկանց ստիպում են այս կամ այն կերպ քվեարկել։ Սրա համար պատգամավորի խոսքով մեծ փորձ է անհրաժեշտ։ Դիտորդներն ընդհանուր պատկերացում կազմելու համար դիմում են նաև տեղական հասարակական կազմակերպություններին ու հաշվի առնում նրանց դիտարկումները։ Նախագահական այս ընտրությունների մթնոլորտի վերաբերյալ Մարի-Ան Իսլեր-Բեգինի տպավորությունն այսպիսին է։ Մի փոքր զարմացած եմ մթնոլորտի լրջությամբ ու ծանրությամբ։ Կա որոշակի լարվածություն ու անհանգստություն։ Ես դա զգում եմ։ Դիտորդներն ընտրողների բավականին մեծ ակտիվություն են արձանագրել, ինչը սակայն նաև մարդկային կուտակումների ու երբեմն լրացուցիչ լարվածության պատճառ է դառնում։ Գոհար Մարտիրոսյան, Արսեն Հովհաննիսյան, Երկիրն այսօր։